Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, այսօր այստեղ եմ պետական պահպանության ծառայության նոր պետի նշանակման առիթով և նախ ուզում եմ Սարգիս Հովհաննիսյանին շնորհակալություն հայտնել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում իր կատարած և ընդհանրապես պետական պահպանության ծառայությունում երկարամյա աշխատանքի համար և հաջողություն մաղթել Արտուր Գասպարյանին պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում։ Իհարկե նախորդ տարին կարծում եմ ծառայության համար շրջադարձային է, այն առումով, որ ծառայությունը իր զարգացման նոր փուլ է մտել այնքանով, որքանով ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնից ստացել է վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ և սա ըստ էության ընդհանուր պրոցեսից դուրս գտնվող մի քայլ չէ, այլ առաջին օրից քայլ տարբեր կարգավիճակների ձեռքբերումով ըստ էության հասկանալիորեն պետական պահպանության ծառայությունը զարգացել է այս ուղղությամբ, բայց դա առաջին քայլն է կամ ավելի ճիշտ երկար ճանապարհի սկիզբն է, որովհետև մենք հույս ունենք, որ պետական պահպանության ծառայությունը կարողանա զարգանալ և դառնալ պետական անվտանգությունը ապահովող գործունակ հատուկ ծառայություն, բայց ակնհայտ է նաև, որ դա մի օրում անել հնարավոր չի, ոչ էլ երկու օրում, և մեզ պետք է ունենալ հստակ պատկերացում, հստակ պլան, թե ինչպես ենք դա իրականացնելու, ըստ էության այդ ծրագիրը առնվազն ձևավորման փուլում է և հիմնական պատկերացումները ձևավորված են և եկել է ահա դա իրագործելու ժամանակը, որը քարացած չի, նաև ընթացս մենք պետք է ճշգրտումներ անենք, ճշտումներ անենք, հասկանալով, թե ինչն է պատեհ տվյալ իրավիճակի համար, ինչը անպատեհ է, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ շատ կարևոր որոշում է կայացվել և համոզված եմ այդ որոշման ճիշտ լինելու մեջ, չնայած գործնական իրագործման ընթացքում մենք տեսնենք, որ ինչ-որ մոտեցումներ պետք է շտկել, ճշգրտել, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է։ Եվս մեկ անգամ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն եմ հայտնում ձեզ երկարամյա ծառայության համար, ընդհանրապես պետական պահպանության ծառայությունում և մասնավորապես պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում աշխատելու համար դուք հասցրել եք և հին և նոր կարգավիճակում այդ նկատի ունեմ ծառայության կարգավիճակը այդ պաշտոնը զբաղեցնել և դա արժանի է գնահատանքի։ Համեցիր։ Մեծարգո պարոն վարչապետ, թույլ տվեք իմ անկեղծ շնորհակալությունս հայտնել ձեզ վստահության համար։ Օգտվելով առիթից սրտան շնորհավորում եմ պարոն Գասպարյանին պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում նշանակվելու համար և մեր ծառայողներին ցանկանում եմ երկարատև և խաղաղ ծառայություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, խնդրեմ հանգած։ Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալ եմ նման վստահության համար, ինձ համար մեծ պատիվ է գլխավորելու Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը, վստահեցնում եմ ձեզ, որ ծառայությունը մեծ պատվով կատարելու իր առջև դրած բոլոր խնդիրները։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, կրկին շնորհակալություն և հաջողություն։